Բարի լույս, բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը։ Այսօր ուրբաթ է, աշխատանքային շաբաթվա վերջին օրն է։ Առաջարկում եմ այսօր էլ լավ աշխատենք եւ առջևում կունենանք հաճելի երկու հանգստյան օրեր։ Իսկ օրը ավելի հաճելի սկիզբ կունենա, եթե պատրաստ եք համեղ սուրճ, թեյ կամ նախաճաշ, հարմար տեղավորվեք եւ միանաք մեզ, քանի որ այսօր շատ հետաքրքիր եթեր է ձեզ սպասում։ Այսօր 242 տարի առաջ այսօրը 1783 թվականի նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել պատմության մեջ առաջին անգամ օդապարիկով թռիչքը։ Տարիներ առաջ այդ օրը երկու խիզախ ֆրանսիացիներ Պիլեր դե Ռոժեն եւ Մարգիզ դե Արլանդը պատմության մեջ առաջին անգամ Մոնգոլֆե եղբայրների օդապարիկով թռիչք են իրականացրել Փարիզի կենտրոնից Արվարձաններ։ Տղաները բարձրացել են 915 մետր եւ 25 րոպեում անցել 9 կիլոմետր։ Մոնգոլֆե եղբայրներն իրենց առաջին օդապարիկը առանց ուղևորների թողարկել են 1783 թվականի հունիսին։ Հաջողությունը ոգեշնչել է նրանց, իրենց գյուտը ցուցադրել են Ֆրանսիայի թագավորին։ Օդապարիկը զարդարված է եղել ոսկյա ծաղիկներով, կենդանակերպի նշաններով եւ արևով, որոնք խորհրդանշում են Լյուդովիկ 16-րդ թագավորին։ Եվ այդ գեղեցկության համար պետք էին էնտուզիաստ ուղևորներ։ 1783 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակից, որտեղ ներկա են Լյուդովիկ 16-րդը, Մարիա Անտուանետան եւ 130,000 մարդ, օդապարիկը բարձրացել է օդ, որի ուղևորներն էին ոչխարը, բադը եւ աքլորը։ Այս ոչ սովորական խմբի թռիչքը տևել է 8 րոպե եւ բարեհաջող վայրեջք է կատարվել։ Մոնգոլֆե եղբայրները 1783 թվականի հոկտեմբերի 15-ին տվել են պարանով օդապարիկի մեկնարկը, որ ուղևորը քիմիայի եւ ֆիզիկայի ուսուցիչ Ժան-Ֆրանսուଆ Պիլեր դե Ռոժեն էր։ Եվս մեկ ամիս անց տեղի է ունեցել օդում լողացողների ազատ թռիչքը։ 1877 թվականի նոյեմբերի 21-ին ամերիկացի գործարար եւ խոշորագույն գյուտարար Թոմաս Էդիսոնը հայտարարում է ձայնագրող եւ ձայնը վերարտադրող սարքի գյուտի մասին։ Բարեբախտաբար սա Էդիսոնի միակ գյուտը չէր։ Էդիսոնը արտոնագրել է ավելի քան 1000 գյուտ, այդ թվում էլեկտրական լամպը, կառուցել է աշխարհի առաջին ջերմաէլեկտրակայանը։ Այսօր նոյեմբերի 21-ին նշվում է նաև ողջույնի համաշխարհային օրը։ Նման տոն սահմանելու գաղափարով 1973 թվականին հանդես են եկել ամերիկացի եղբայրներ Մայքլ եւ Բրայն եղբայրները։ Եղբայրների մտահղացմամբ Եգիպտոսի եւ Իսրայելի միջև հակամարտության օրերին այս տոնը ուղղված էր միջազգային լարվածության ուժեղացման դեմ։ Անհրաժեշտ է հասարակ, բայց արդյունավետ միջոց։ Որոշեցին եղբայրները եւ ողջույնի նամակներ ուղարկեցին աշխարհի տարբեր ծայրեր։ Նրանք որևէ մեկին չէին պարտադրում խաղաղության համար պայքարի իրենց գաղափարը, այլ պարզապես հասցեատերերին խնդրում էին ողջունել առնվազն 10 մարդու։ Գաղափարը հավանության է արժանացել շուրջ 180 երկրում։ Ողջույնի համաշխարհային օրը նշվում է տարբեր մասնագիտությունների եւ տարիքի մարդիկ, քաղաքական գործիչներ ու շոու բիզնեսի ներկայացուցիչներ։ Այսօր նոյեմբերի 21-ին նշվում է նաև հեռուստատեսության միջազգային օրը։ Հեռուստատեսությունը իր ստեղծման օրից մինչ այսօր շարունակում է լինել հուսալի ուղի, պատմություններ պատմելու, տեղեկություն փոխանցելու, մշակույթ ստեղծելու եւ աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց միավորելու համար։ Այսօր, երբ մենք մի կոճակի սեղմումով կարողանում ենք դիտել մեր սիրած ֆիլմերը, տեսահոլովակները գունավոր, հաճախ չենք մտածում, թե ինչ երկար ու դժվարին ճանապարհ է անցել հեռուստատեսությունը։ Իսկ այդ ճանապարհի մասին մենք ունենք պատրաստած տեսանյութ, հիմա առաջարկում եմ միասին դիտենք։ Հեռուստատեսությունը մարդկության ամենաազդեցիկ եւ հեղափոխական գյուտերից է։ Նրա պատմությունը ձևավորվել է 19-րդ դարի վերջից, սկսած բազմաթիվ գիտնականների, գյուտարարների եւ ինժեներների համարձակ փորձերով։ 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ռուս ինժեներ Կոնստանտին Պերսինը առաջին անգամ օգտագործեց television հեռու տեսնել բառը եւ այդ պահը դարձավ մի ամբողջ տարաշրջանի սկիզբ։ Սկզբնական շրջանում հեռուստատեսությունը խիստ պարզ ու նույնիսկ տարօրինակ տեսք ուներ։ Պատկերները ստանում էին տարատեսակ լույսի
լույսի միջոցով օգտագործում էին մեխանիկական պտտվող սկավառակներ, իսկ պատկերների որակը այնքան աղոտ էր, որ դժվար է պատկերացնել, բայց այն ժամանակ այդ փոքրիկ լույսի բիծը անգամ անհավանական հրաշք էր։ Գիտնականների ու գյուտարարների հետաքրքրասիրությունը ու համառությունը ստիպեցին տեխնոլոգիային առաջ շարժվել։ Ալեքսանդր Բեյն, Ֆրեդերիկ Բեկվեյ, Ջովանի Կազելի, այս բոլոր անունները կապված են մեխանիկական սկանավորման սկզբնական փորձի հետ։ Սակայն իրական բեկումնային պահերից մեկը եղավ այն, երբ 1873 թվականին Ուիլոբի Սմիթը հայտնաբերեց սելենի ֆոտոհաղորդականությունը, լուսային ազդանշանը էլեկտրական ազդանշանի վերածելու հատկությունը։ Սա դարձավ հեռուստատեսային տեսախցիկի գաղափարի նախահենքը։ Եթե սև-սպիտակ հեռուստատեսության հայտնվելը մեծ հեղափոխություն էր, ապա գունավոր հեռուստատեսության ստեղծումը ուղղակի հրաշք։ Արդեն 19-րդ դարի վերջում գիտնականները փորձում էին պատկերին գույն ավելացնել։ Այդ ժամանակ դա թվում էր ապագայի տեխնոլոգիա, անհավանական եւ գրեթե կախարդական։ 1930-ից 1940-ականներին տեխնոլոգիական աշխարհը շատ արագ հասկացավ, որ հեռուստատեսության ապագան ամբողջությամբ էլեկտրոնային լուծումներին է։ Արդյունքում 1953 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ընդունեց գունավոր համակարգը։ Դա դարձավ մի նոր վառ ու հագեցած դարաշրջանի սկիզբ։ 1950-ից 1960-ական թվականներին արդեն հեռուստացույցը դարձավ յուրաքանչյուր տան անբաժան մասը։ Մարդիկ հավաքվում էին էկրանի առաջ, ինչպես նախկինում հեքիաթասացների մոտ։ Հեռուստատեսությունը դարձավ ընտանիքի անդամ եւ բացեց նոր դռներ համաշխարհային նորությունների, երաժշտության եւ մշակույթի, սպորտի լեգենդար պահերի եւ հենց այդ տարիներին ծնվեցին այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են գովազդային հոլովակը, ուղիղ եթերը, ազգային հեռուստատեսությունը եւ թոք-շոուն։ 1900-ականներին աշխարհը նոր հեղափոխության շեմին էր, թվային տեխնոլոգիաների զարգացումը փոխեց ամեն ինչ։ Թվային հեռուստատեսության ներդրումը հնարավորություն տվեց ստանալ բարձր որակի պատկեր, մեկ ալիքով փոխանցել մի քանի ծրագիր, ավելի արդյունավետ օգտագործել ռադիոազդանշանները, ապահովել ավելի կայուն ու հուսալի հեռարձակման համակարգ։ 2000-ականներին աշխարհը սկսեց անցնել անալոգային հեռարձակումից թվային, իսկ 2010-ականներին այդ գործընթացը ամբողջությամբ ավարտվեց։ Այսօր հեռուստատեսությունը այլևս պարզապես էկրան չէ, այն սմարթ համակարգ է ինտերնետով, հավելվածներով, հոսքային ծառայություններով, ինտերակտիվ հնարավորություններով։ Թեև ժամանակները փոխվում են, սակայն հեռուստատեսության հիմնական առաքելությունը մնում է անփոփոխ՝ մարդկանց միավորել, տեղեկացնել եւ լինել վստահելի աղբյուր։ Ահա կարճ ամենայն հեռուստատեսության ստեղծման մասին, իսկ ես առիթը բաց չթողնելով շնորհավորում եմ հեռուստատեսությունում աշխատող իմ բոլոր գործընկերներին այն ահռելի աշխատանքի համար, որը հաճախ մնում է կադրից դուրս, բայց առանց դրա մեր եթերները չէին կարող լինել։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթելով անխափան եթերներ։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին առաջարկում եմ ընդմիջենք, լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ ես արդեն ներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին։ Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ եւ շարունակում ենք հաղորդումը։ Օրեր առաջ Երևանի Մոսկվա կինոթատրոնում կայացավ ԽՍՀՄ եւ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ պարուսույց Սուրեն Գյանջումյանի հուշերեկոն, որը նվիրված էր նրա հիմնադրած Կանանց անսամբլի 60-ամյակին։ Միջոցառումը մեկնարկեց Կանազի տարբեր սերունդների վետերան պարողների համատեղ բեմելով։ Իսկ միջոցառման տպավորությունների մասին այսօր կխոսենք Կանանց պարի անսամբլի վետերաններից ավագ սերնդի պարող Յուրա Հովսեփյանի եւ երիտասարդ սերնդի պարուհի Աննա Սեկոյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերքի համար։ Պարոն Հովսեփյան եւ Աննա ջան, ինչպես եք սովորաբար դուք սկսում ձեր օրը, ձեր առավոտը, հատկապես այսպես լինելով պարի արվեստի մեջ։ Աննա ջան, եւ սկսենք ձեզանից զրույցը։ Ես երկու կարող եք մոտ պահել, որպեսզի ձայնը լավ լսվի։ Ես երկու երեխաների մայր եմ, սկսում եմ պատկերացնում եք արդեն ինչպես, այնուհետև անցնում աշխատանքի։ Աշխատել հենց պարի։ Այո, պարի ոլորտում էլ ես աշխատում եմ։ Իսկ պարոն Հովսեփյան դուք։ Ես պարի ոլորտում չեմ աշխատում, չեմ էլ աշխատել, բայց պարել եմ 20 տարի շարունակ։ Կանանց անսամբլի մանկականում։ Այո։ Քյուրջյան Լևոնի ղեկավարությամբ եւ 70 դա եղել է 1971 թվականին եւ 76 թվականին մեզ արդեն որպես
արդեն հասունացած երիտասարդներ, տեղափոխեցին կանանց բարի անսամբլի ռեզերվային կար այդպիսի խումբ ռեզերվային, որ ասենք բարերը սովորենք, հետո նոր բարենք։ Եվ 76 թվականից 1976 թվականից մինչև 1991 թվականը բարել եմ բարի կանանց բարի անսամբլում։ Ես իմ ոլորտը ուրիշ է եղել եւ երկար տարիներ 95 թվականից մինչև 22-23 թվականը 2023 թվականին ես եկել եմ Երևան, ապրել եմ Ուկրաինայում ընտանիքով, աշխատել ապրել եմ Ուկրաինայում։ Դա է եղել մեր, ասենք, անցած ճանապարհը, բայց ապրել եմ կանանց բարի խմբում, շատ եւ շրջագայությունների եմ մասնակցել եւ շատ լավ, ասենք, շատ լավ կյանքով ենք ապրել, դա եղել է երևի մեր կյանքը անցել է սովետական միությունում, ուզում եմ մի հատ բան անեմ, Սուրեն Գյանջումյանը Հայաստանի ժողովրդական արտիստ է։ Այո, մեծ դիտողների չափերը կարող լավ տեղյակացնել, մի փոքր նրա մասին է։ Ժողովրդական արտիստ է, Սուրեն Գյանջումյանը երևի ամենալավագույն պարուսույցներից մեկն էր, յուրահատուկ պարեր ուներ, շատ լավ կապ, եւ այդ տարիներին առաջատար դիրքերում մեր կանանց անսամբլը մենք մասնակցում էինք սովետական միության համագումարներին, եւ կոմերիտական համագումարներին եւ կուսակցական համագումարներին, եւ իհարկե մեր շրջագայությունները կատարում էինք եւ սոցիալիստական երկրներում եւ կապիտալիստական երկրներում։ Այո։ Իսկ աշխատելով պարոն Գյանջումյանի հետ, ինչ եք նկատում, նա ինչ տվեց պարարվեստին եւ ինչ փոփոխություններ ցանկացավ մտցնել։ Ինչ աշխատանքի Սուրեն Գյանջումյանի, ասենք, նվիրվածությունը բարին, այդ լրիվ իր յուրահատուկ բեմադրությունները, յուրահատուկ բեմադրություններ էին։ Դա ոչ թե, ասենք, մեր ցանկություններ, մեր տեսակետներ, դա իսկապես բոլորի շատ ընդունված եւ մեծ վարպետների կողմից ընդունված ու հարգված շատ լավ պարուսույց էր եւ շատ ուղղությունը իր սավսեմ մի քիչ ուրիշ ուղղություն էր համատած, ասենք, բարի պետականի եւ համատած մյուս բարի անսամբլների հետ ես գտնում եմ, որ շատ հետաքրքիր էր բարերը ու շատ գեղեցիկ, որ նույնիսկ երևի որ թվականներ, երևի 70-ականների վերջին 80-ականների սկզբին հրավիրել էին Սուխիշվիլու անսամբլ, բարի պետական, Վրաստանի բարի պետական անսամբլը, եւ ինքը մեր եղեգնաձորցիներ բարը բեմադրել էր եւ վրացիները բարում էին մեր բարը, միավորում էր իր ստեղծած բարը։ Մենք մեր երեկոյում այդ բարը բարել ենք, շատ գեղեցիկ բարեր ունեինք, հետո շատ լավ համախմբված խումբ ունեինք մենք։ Եվ տարբեր սերունդների մեկը մյուսին շատ հարգալից, մեկը մյուսին շատ ընդունող անձնավորություններ էին բարում։ Եվ դա իր պարոն Գյանջումյանի, ասենք, բանն էր, ոնց ասեմ, ամենամեծ արվեստը, հա, իր ներդրումն էր, իր հղկումն էր, որ մեզ արել է ինքը, ոնց որ մեծացրել է իր պարով, իր նվիրվածությամբ, իր արդարացի վերաբերմունքով։ Իսկ այսքան տարի անց, երբ որ մասնակցեցիք հուշ երեկոյի միջոցառմանը եւ նաեւ հատկապես երբ այն նվիրված էր կանազի 60-ամյակին, մի փոքր այդ միջոցառման ձեր տպավորությունների մասին կկիսվեք մեզ հետ։ Ինչ տպավորություններով մասնակցեցիք։ Պատասխանատու, շատ պատասխանատու էր ելույթ ունենալ նախ վետերանների, ովքեր պարում էին մեզ հետ եւ ովքեր որ նստած էին հանդիսատեսի շարքում ու ամենակարևորը կարոտ էր
Կարոտած էինք բոլորս, վաղուց չէինք ապրել։ Սուրեն Գյանջյանի մահից հետո կանազ անսամբլը դե գիտեք որ չի գործում ու սա մեծ առիթ էր։ Իսկ դուք պարոն Հովսեփյան։ Դե ես ոնց որ ասում եմ նախաձեռնող խմբից էի, մենք էինք նախաձեռներ մի քանի հոգով, ճիշտ է, ասենք մի քիչ դժվարությամբ առաջ գնաց, բայց հետո մենք ուղերձ ցղեցինք մեր աշխարհում սփռված մեր կանազի մասնակիցներին, կանազի պարողներին եւ նրանք շատ մեծ ուրախությամբ սկսեցին մասնակցել եւ ֆինանսապես եւ հոգեպես մեր հետ էին, ասենք իրենց խորհուրդներով, իրենց ամեն, ասենք վերաբերմունքով, մենք հասկացանք, որ դա հնարավոր է իրագործել եւ ասում եմ թևերներս քշտեցինք ու եւ առաջ գնացինք։ Վերջապես նոյեմբերի 14-ին կինո Մոսկվայում մենք կարողացանք այդ միջոցառումը իրականացնել։ Եվ մենք ինքներս էլ զարմացած էինք, թե ինչքան, ասենք, որ տարիքի առաջի սերունդից մինչև ամենաերիտասարդ սերունդը ներկա էին եւ շատ հաճելի, ասենք, հանդիպումներ էր, մենք շատ վաղուց իրար չէինք տեսել, 30-40 տարի իրար չէինք տեսել եւ շատ, ասենք, մի բեմի վրա հավաքվեցինք բոլորս։ Եվ իհարկե մենք ապարեցինք երիտասարդները, մենք իհարկե պատրաստել էինք այդ պարերը, երկար ամիս ու կես մենք փորձում էինք մեր մասնակիցներից Էդգար Հովհաննիսյանի ստուդիայում եւ ինձ թվում է որ շատ լավ անցավ։ Իսկ արձագանքները ինչպիսին եղան, երբ որ հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ էին դիտում եւ հանդիսատեսը հենց նրանք էին։ Ինչպիսի արձագանք ստացաք նաեւ նրանցից։ Ոգևորող խոսքեր էին։ Շատ ոգևորիչ էր։ Մենք ինքներս հետո անում կինո Մոսկվայում հարցազրույցներ էինք տալիս, մենք իսկապես շատ ոգևորված էինք, շատ հուզված էինք եւ երիտասարդները եւ ավագ սերնդի մասնակիցները մենք իսկապես շատ ես օրինակ չէի պատկերացնում որ այդքան ասենք մտածում էի որ շատ լավ կանցնի բայց այդքան լավ անցավ հետո կարծիքները բոլորի մասնակիցների եւ հանդիսատեսների միջև հիմա ասենք արձագանքներ են շատ լավ, շատ դրական ու շատ հուզիչ։ Աննան ավելի շատ երիտասարդ սերնդի պարողներից է եւ ինչպես ընդգրկվեցիք դուք։ Ես Գարուն անսամբլից եմ սկսել, փոքրիկների անսամբլից եմ սկսել, հորակույրս է ինձ ուղղորդել այնտեղ, ով եղել է կանազ անսամբլում մենապարուհի Ռուզաննա Սեկոյան ու այդպես տարիների ընթացքում մեծանալով երազանքեր շատերի համար կանազում լինել պարուհի կամ պարող, ընդգրկվեցի կանազում ու 10 տարուց ավել էլ ես եմ այնտեղ ապրել արդեն։ Իսկ ձեր մասնագիտական ուղու վրա անսամբլում հայտնվել է ինչ տվեց ձեզ հետագայում արդեն դուք որպեսի աշխատում եք։ Առաջինը սեր Սուրեն Գյանջյանը կարողանում էր բոլորին վարակել իր սիրով դեպի պարը։ Շատ։ Ու փաստեց դա նաև այն մարդկանց ներկայությամբ, ովքեր որ չէին զբաղվում պարով։ Փաստ։ Բոլորին վարակ։ Այո, այս վերջի փորձերի ընթացքում գալիս էինք ու զարմանում ենք, թե ինչքան խինդով ու ոգևորվածությամբ ենք մենք հավաքվել մի գաղափարի շուրջ, պարի շուրջ։ Իսկ արդեն մասնագիտական իմ կողմնորոշվելը էլի Սուրեն Գյանջյանի շնորհիվ էր, ով կարողացավ ուսուցանել այնպես, սովորացնել այնպես, որ ես արդեն իմ սաներին եմ նույն կերպ։ Պարը ներարկում էր մեր մեջ։ Մենք ասում ենք ոտի ծայրից միջև մազերի ծայրը ներարկված էինք պարով, որ ուղեղներով, ամեն ինչով ես 2 տարի ծառայելով բանակում ամեն օր պարում էի իմ մտքում մեր պարերը։ Այդպես էր, ինքը այդքան էր ներարկել մեր մեջ պարերը, որ մեր մեջ ոնց որ անկախ քեզանից երաժշտությունը լսում ես ու ուզում ես պարես, այդպես։ Այդ չսիրող անձանց արդեն իսկ վարակում էր պարը, որ այն մարդիկ ովքեր որ չեն սիրում պարելը, արդեն իսկ սիրում էին պարելը։ Այո։
Հանդիսատեսները հազիվ էին իրենց զսպում, որ գային մեր այդ բարին։ Իսկ պարոն Հովսեփյան, այս հարցը երևի երկուսիդ կտամ, բայց առաջինը դուք կպատասխանեք, ամենահիշարժան պարը, որ դուք կանազում իրականացրել եք, բեմադրել եւ ապրել եք, ո՞րն է եղել, որ ձեր հիշողության մեջ միշտ մնում է։ Դե Բերտ պարը, դա ասենք մեր ամենալավ, ամենաոգևորիչ պարն էր, որ մենք մասնակցում էինք ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, ես միշտ փշաքաղված էի դուրս գալիս պարի ժամանակ, ինձ փշաքաղում էր այդ պարը, եւ իհարկե մենք շատ լավ պարեր ունեինք, մենք այդ ժամանակ պարում էինք մեր Սովետական միության երկրների, հանրապետությունների պարերը, մենք ունեինք օսեթական պար, ունեինք վրացական պար, պարում էինք մոլդովական, գնչուական, եւ իհարկե հայկական եւ Բերթը եւ Եղեգնաձորցիները դա իմ համար ամենա, ասենք, գագաթնակետն է եղել, որ իմ հասկացողությամբ եւ իմ ընդունելությամբ, որ ասենք ես իսկապես շատ մեծ հարգանքով եմ այդ բարի, բայց ունեինք Արտաշատի պար, որ շատ լավ պար է եւ պարել ենք Արամ Խաչատրյանի Սուսերով պարը տարբեր երկրներում, Հոլանդիայում, Գերմանիայում եւ ինչ ասեմ, շատ հետաքրքիր պարեր ուներ պարոն Գյանջյանը։ Եվ դա ոնց որ ասում եմ, ներարկվում էր մեր մեջ, մեր արյան մեջ էր այդ պարերը։ Այն ժամանակ, երբ որ ես ուզում էի հիշեի, որ շարժումից մյուսը անցնեմ, ես սխալվում էի։ Մենք արդեն իներցիայով պարում էինք, որովհետեւ մեր մեջ արդեն ներարկված էր։ Իսկ Աննա ջան, ձեզ համար որն է եղել բեմեք բարձրացրել ամենահիշարժան պարը, որ բեմադրել եք։ Ինձ համար էլ է Բերթը ամենալավագույններից մեկը, հատկապես երկրորդ հատվածը։ Ամենասիրելի։ Հետագայում արդեն ունեցանք նոր բեմադրություններ, կոչեմ ապրողած բեմադրությունը, որը ուղղակի չգիտեմ։ Հանդիսատեսը միշտ հիացական հայացքներով ու հուզմունքով էր հեռանում։ Այդպիսի պար էր։ Ճիշտ է, այս պահին անսամբլը չի գործում, բայց այդքան երկար տարիներ, որ նա երկարատև գործունեություն է ունեցել, ի՞նչն է եղել, որ այդքան երկար տարիներ կարողացել է պահպանվել կանազի գործունեությունը։ Դե ինքը Սուրեն Գյանջումյանն էր, իր եռանդը, իր նվիրվածությունը, պարերը, հետո մասնակիցների նվիրվածություններ, որ այդքան երկար տարիներ, որովհետև միանգամից աղջիկերքի սերունդները շատ ավելի արագ էր փոխվում, քան թե տղաների։ Տղաները պարում էին մինչև 30 եւ պլյուս այդ տարիքի պարում էին, աղջիկները շուտ ամուսնանում էին եւ դուրս էին գալիս։ Ճիշտ է, ինքը պատրաստում էր արդեն գարուն անսամբլներ, կանազի մանկականներ, պատրաստում էր աղջիկները շատ շուտ, ասենք, սերնդափոխություն էր լինում, բայց դա լրիվ հենված էր, հիմնված էր պարոն Գյանջումյանի, ասենք, շուրջը, ոնց որ ասում են կանազը, դա պարոն Գյանջումյանն էր, ցավոք սրտի, եթե պատրաստ էր իր, ասենք, փոխարինող, ասենք, ինչ-որ մեկին, շատ ավելի լավ կլիներ մեզ համար, բայց դե ցավոք սրտի դա տեղի չի ունեցել եւ ասենք հիմա մենք ավելի շուտ հիշողություններ ա մեզ մոտ մնացել, մեկ էլ մեր եռանդու ցանկությունն ու ուրախությունը, որ կարող ենք հիմա էլ ապրել մեր բարերը։ Երեկոյի ընթացքում բացի պարերի բեմադրություններից եղել է նաև ֆիլմի ցուցադրություն։ Մի փոքր նաև դրա մասին խոսենք, ինչ ֆիլմը նրա կյանքի գործունեության մասին եւ նաև այդ տպավորությունների մասին խոսենք։ Դե մենք դիմեցինք ռեժիսորին Արամ Սուքյասյանին, մեր Հայաստանի ամենալավ ռեժիսորներից մեկն է։ Ավելի շատ մենք չէինք մտածում ֆիլմի մասին, բայց ինքը առաջարկեց, որ եկեք մենք ֆիլմ նկարենք, որովհետև հիմա գործող չենք մենք, գործող անսամբլ չենք, դա ավելի շատ կլինի հուշ երեկո, որը կվերաբերվի Սուրեն Գյանջումյանին եւ կվերաբերվի կանազ անսամբլի 60-ամյակին։ Ասենք ավելի շատ սա հուշ 60-ամյակ էր, քան թե ասենք գործող անսամբլի,
Դրա համար էլ որոշեցինք, որ ֆիլմ նկարահանենք, որը վերաբերվեց, ասենք, հենց առաջի օրվանից 1965 թվականից, դեռ մի բան էլ ավելի շուտ, որովհետև դա Սուրեն Գանջումյանի, ասենք, հուշերն էր, որ ինքը ապրել էր, ինքը դեռ 50-ականներին ապրել է Տոչպրի բորում, այդպիսի գործարան կար, եւ մասնակցել է 1957 թվականի Մոսկվայի ֆեստիվալին, երիտասարդների եւ ուսանողների, եւ 65 թվականին Կանազի, այսինքն Քանաքեռի ալյումինի գործարանի եւ խնդրանքով եւ միջնորդությամբ հիմնել է Կանազ բարի անսամբլը։ Կանազ դա նշանակում է Կանակերսկի ալյումինի զավոդ։ Շատերը հարցնում են դա ինչ է նշանակում, միջև հիմա դե ով արդեն չկա այդ Կանազ գործարանը, ալյումինի գործարանը կա, բայց անվանումը չկա, Կանազը այդպես էր կոչվում, Կանազ ալյումինի զավոդ։ Եվ սովետական միության բոլոր ծայրամասերում էլ գիտեին, որովհետև շատ լավ անսամբլ էր եւ շատ, ասենք, մասնակցում էր այդ բոլոր միջոցառումներին, որ կային այդ ժամանակ։ Իսկ նա ձեզ ասել է, թե ինչու է այդ անունը ընտրել որպես անսամբլի անուն Կանազ։ Ուրիշ հնարավորություն չկար ուրիշ անուն ընտրելու, որովհետև Կանազ հապավումը շատ հետաքրքիր էր, շատ, ասենք, բաներով, որովհետև մարդիկ մտածում էին, թե դա ինչ է նշանակում։ Հետո բանից պարզվում է, որ հասարակ Կանակերսկի ալյումինի զավոդ, այն ժամանակ ավելի շատ ռուսական, ասենք, անվանումներ էր, դրա համար էլ իմաստ չուներ, որ ինչ-որ մի բան ընտրելու, ինչ-որ մի բան ֆինանսավորում էր Կանազ գործարանի կողմից, դրա համար էլ երևի անունը դրել են Կանազ բարի անսամբլ։ Ես մի քիչ ավելի ուշ սերնդի եմ, երևի չեմ էլ իմանում, թե ինչի են, ասենք, ընտրել այդ անունը, բայց դե երևի դա էր պատճառը, որովհետև գործարանը Կանազ էր կոչվում։ Իսկ ֆիլմը դիտելուց ինչպիսի զգացողություններ ունեցաք, կային փաստեր, դրվագներ, որոնք ձեզ համար անծանոթ են եւ նոր բացահայտեցիք պարոն Գանջումյանին ձեզ համար։ Երևի պարոն Հովսեփյանը առաջին ասի, հետո Դե մենք իհարկե շատ հետաքրքիր ֆիլմ է ստացվել, հետաքրքիր ինչ առումով, որովհետև շատ դրվագներ մենք չենք էլ իմանում, շատ լուսանկարներ չենք էլ տեսել, հետո հետաքրքիր էր, որ ասենք դա ոնց որ դրվագները կար պարոն Գանջումյանի, դրվագները կար մեր պարերի, մեր, ասենք, խոհանոցը, թե ինչ ենք անում, ոնց ենք մենք այդ հանդերձարաններում պատրաստվում համերգների, շատ հետաքրքիր էր դա, ես մտածում եմ, որ շատ լավ ֆիլմ է ստացվել, երևի բախտ կվիճակվի, որ մի անգամ էլ ֆիլմով գանք ձեզ մոտ եւ ֆիլմը տեսնեք եւ ինձ թվում է, բայց հետո մենք նկարահանել ենք դա ոնց որ մեր անցյալն էր, մենք հետո նկարել ենք մեր միջոցառումը, որը մեր այսօրվա ներկան էր եւ շատ ինձ թվում է, որ ասենք միացնենք, շատ լավ ֆիլմ կստացվի։ Իսկ Աննա ջան, ձեզ մոտ ինչպիսի տպավորություն թողնեց եւ ինչ հետաքրքիր փաստեր իմացաք նաեւ նրա մասին, որ չգիտեիք։ Դե արդեն ոնց նշեց Ձյաձյուրան, այդ ամեն ինչը տեսնելով հասկացանք, թե ոնց է ստեղծվել, ոնց է այդ ամեն ինչը կայացել ու հասել մեզ, իսկ ինձ համար շատ ավելի ուրախալի էր տեսնել Սուրեն Գանջումյանին այն դերում, որտեղ մենք սովորենք տեսնել հանդերձարանում, բեմից դուրս, կուլիսներից այն կողմ, տեսնել, թե ոնց է մեզ նախապատրաստում բեմ բարձրանալուն, իր յուրահատուկ հումորով ու այդպես կարոտած շատ։ Իսկ ինչ-որ հետաքրքիր տեղեկություններ կարող եք նաև տալ, թե ինչպիսին էր նա, երբ որ բեմից դուրս էր, այ պարոն Հովսեփյան, որքանով եք ճանաչում նրան, ինչպես էր նա պատրաստում ձեզ։ Պարոն Գանջումյանի հումորը շատ հետաքրքիր էր։ Այնքան, ասենք, ինքը դասավանդում էր ոչ միայն, ասենք, գարուն անսամբլներ, որ Պիոներ պալատ էր կոչվում, բացի դրանից Կանազ անսամբլներ, երևի նա ապրում էր, պարով էր ապրում, որովհետև այդ ժամանակ, ասենք, տարբեր դպրոցներում էլ ինքը խմբեր ուներ եւ իր կյանքը առավոտից երեկո
միայն դրա, ասենք, բարի մեջ էր երեխաների հետ, բարի մեջ էր, ասենք, մի քիչ ավելի երիտասարդ պատանիների հետ, հետո գալիս էր արդեն մեծ պարողների, տարիքով մեծ եսի նկատի ունեմ, բարի մեջ էր ինքը։ Իհարկե հումորով էր, արդարացի էր շատ խիստ էր ընդհանրապես, ավելի շատ էր խստանում մեր հյուրախաղերի ժամանակ, խստանում էր շատ, բայց դե կյանքը ցույց տվեց, որ դա իսկապես շատ արդարացի էր, իր խիստ լինելը։ Ես գտնում եմ, որ շատ հետաքրքիր անձնավորություն էր, շատ ես պարուսույցներից երևի ամենահետաքրքիրներից մեկը ինքն էր։ Ինքը, որ սկսում էր, ասենք, խոսել, պատմել, ոչ մի, ասենք, ուրիշ մարդիկ չէին խառնվում, միայն լարված եւ շատ հետաքրքրությամբ ժպիտով լսում էին նույնը ինքը երեխաների հետ էր։ Երեխաները շատ սիրահարված էին իր վրա, եսի նկատի ունեմ բարող երեխաներ։ Եվ այդպես շարունակ, ինչ ասեմ։ Այ երբ որ երեխաները եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, ովքեր որ զբաղվում են պարով կամ ցանկանում են զբաղվել պարով, ինչ հիմնական հատկություններ է փոխանցել նրանց այդ հուշ երեկոն, թե ֆիլմը, թե նաեւ այդ բեմադրությունները, որոնք դուք կազմակերպել եք, ձեր կարծիքով, Աննա ջան, եւ երիտասարդ սերնդից սկսենք։ Ես երևի հուշ երեկոյից չասեմ, ես մի փոքր ձեր հարցին անդրադառնամ ու ասեմ, որ Սուրեն Գյանջումյանը կարողանում էր այնպես մատուցել պարը, այնպես բացատրել դյուրամարս էր շատ բոլորի համար ու իր խոսքերն են, որ ասում էր անգամ քարը կարող է ապարել ու այո, իր դասավանդման մեթոդիկայի շնորհիվ կարող էին ապարել նաև չպարողները։ Շատ արագ ընդգրկվում էինք։ Ու ամենակարևորը ուզում եմ ասեմ, որ տղամարդ լինելով կանացի վարժությունները, ձեռքի շարժումները այնպես էր բացատրում, հասկանալի էր ու անմիջապես այդ 4 ձեռքերը դառնում էին պլաստիկ։ Այսպես, հուշ երեկոյից։ Իսկ դուք, պարոն Հովսեփյան, ինչ ունեք ավելացնելու այս առումով, երբ որ ինչ է տալիս հատկապես նա եւ նրա թողած ժառանգությունը երիտասարդ սերնդի, որքանով են ճանաչում եւ այդ ինչպես արեցիք, որ ավելի լավ ճանաչեն։ Դե երիտասարդ սերնդին դա մեր Աննան է եւ մեր սերունդի, ասենք մեծ սերունդի, փոքր սերունդի, ավելի երիտասարդ սերունդի մասնակիցներն են, որ ունեն իրենց պարային խմբերը, դա Գասպարյան Արտուրն է, ունի Գասպարյան ստուդիան, մեր Էդգար Հովհաննիսյանն է, որ ունի Էդգար Հովհաննիսյան ստուդիան, շատերը դրսում են գործում աշխատում, Սոֆան է մեր ավելի երիտասարդ, որ իրանք ներարկում են այն պարերը, այն հոգին, այն ոգին, որ կար, Գյանջումյանից եկել է մեզ, ներարկում են հիմա այդ երիտասարդ երեխաներին ու երիտասարդ սերնդին։ Մի քիչ ճիշտ է, ասենք, երիտասարդ խմբերում շատ քիչ են տղաները, որ շատ ցավալի է, որովհետև մեր ժամանակներում տղաները շատ էին ավելի հետաքրքրված պարով, հիմա տղաները մի քիչ են հետաքրքրված պարով, չնայած ես գտնում եմ, որ դա երևի ճիշտ չի, աղջիկները ավելի շատ են մասնակցում պարային խմբերում, որ ասենք իմ համար մի քիչ ցավալի է, որ տղաները չեն մասնակցում, շատ ավելի լավ կլիներ, որ տղաներն էլ մասնակցեին ու մի քիչ ավելի երկար պարեին։ Ես գտնում եմ, որ քիչ չի այդ ներարկումը, շատ բաներ է տվել պարոն Գյանջումյանը իր սաներին եւ սաներն էլ արդեն իրենց սաներին են տալիս։ Մենք դուք նաև տրամադրել եք եւ ունեք այդ տեսանյութերից մեկը, համերգից մի փոքր հատված, հիմա առաջարկում եմ դիտենք այն եւ վերադառնանք։
Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ եւ շարունակում ենք զրույցը։ Պարոն Հովսեփյան, սա որ տեսահոլովակից էր եւ որ համերգից էր հատվածը։ Դա հենց նոյեմբերի 14-ի համերգն է, չի կարելի ասել համերգ, ավելի շուտ ֆիլմի դիտում էր, ավելի շատ մեր ոնց որ համեմունքներով, մեր պարերով։ Ես կարծում եմ, որ դա Արտաշատի պարն է։ Այո, Արտաշատի դա այդպես է կոչվում։ Բեմադրվել է այդ Արտաշատի պարը 80-ականներին, որովհետև մենք 83 թվականին 1983 թվականին Հոլանդիա գնացինք, մենք այդ պարը պարել ենք դեռ 42 տարի առաջ։ Եվ դա ասենք մեր հարգված ամենասիրելի պարերից մեկն էր, մենք որոշեցինք, որ եւ քանի որ մեծ, ասենք, քանակությամբ պարողներ դեռ հələ չէին հավաքվել, մենք մտածեցինք, որ Արտաշատին դա ամենահարմար, ամենահետաքրքիր, ամենագեղեցիկ պարերից մեկն է, որոշեցինք, որ Արտաշատի։ Հետո մենք ասենք անցավ որոշ ժամանակ, ներգրավվեցին ավելի շատ պարողներ, մենք եւ ցանկացանք ու որոշեցինք, որ երկու պար պարենք, որը Եղեգնաձորցին էր եւ Արտաշատի։ Շատ ասենք համեմվեց, ավելի շատ մի քիչ տոնական տեսք ստացավ մեր հուշ երեկոյի, ասենք գագաթնակետը հասավ մեր պարերը։ Այո, իսկ պարոն Հովսեփյան, հուշ երեկոյի միջոցառմանը բացի ձեր անսամբլի անդամներից, երիտասարդ եւ ավագ սերնդի պարողներից, կային նաեւ հատուկ հյուրեր, որ եկել էին հատուկ միջոցառման համար, այդպիսի հատուկ հյուրերից ես ինչքան տեղյակ եմ, եկել են Վրաստանի դեսպանատունը։ Ճիշտ է, դեսպանը այստեղ չէր, բայց փոխդեսպանն էր այստեղ, մենք հրավիրել էինք, նրանք բոլոր կազմով եկել էին։ Եկել էին մեր պարողներից, ցավոք սրտի պարային միության նախագահները Կարեն Գևորգյանը եւ Գագիկ Մխիթարյանը մենք հրավիրեցինք, բայց իրենք այստեղ չէին, շրջագայության մեջ էին Գյանջումյան ընտանիքներ ներկա եւ մեր պարողները ավելի շատ ասում եմ մենք ոնց որ մեր ընտանեկան միջոցառում էր երևի եղել են հյուրեր ես անձամբ տեղյակ չեմ բայց գիտեմ որ Վրաստանի դեսպանատան աշխատողները որովհետեւ մենք ունենք պարող որ դեսպանատանն է աշխատում այդպես Այո։ Սա հուշ երեկոյի նվիրված միջոցառումն էր, բայց պարոն Գյանջումյանի այդ թողած ժառանգությունը պահպանելու համար հետագայում ինչ ունեք նաև անելու, ինչ միջոցառումներ կան կազմակերպված, եթե կա մի փոքր փակագծեր բացենք։ Ես ասեմ։ Գաղտնիքներին դուք եք դիրապետում։ Ես որպես նախաձեռնող խմբի, ասենք, մասնակիցներից մեկը, մենք պլանավորում ենք, չգիտեմ, ինչպես կստացվի, ամենայն դեպս պլանավորում ենք եւ երազում ենք, որ շարունակենք մեր, ասենք, չի ասի գործունեություն, այլ ասենք մեր ուրախորեր շարունակենք։ Մենք պլանավորում ենք մեր պարուսույցների խմբերի հետ մի հատ ելույթ չգիտեմ որտեղ թե ինչպես կստացվի մոտակա գարնանը երևի մենք մի հատ համերգային միջոցառում կազմակերպենք, որովհետև մենք դեռ պլանավորել էինք միջև այդ միջոցառումը, բայց ցավոք սրտի չհասցրեցինք ինչ-ինչ պատճառներով, մենք պլանավորում ենք մյուս տարի 26 թվականին գարնանը, երևի եթե ստացվի, մենք եթե հասցնենք, պատրաստվենք մի հատ համերգ տանք, ասենք, եթե ստացվի Սնդուկյան այդ թատրոնում։ Երևի թե ասում եմ, եթե մենք ցանկանում ենք, ուրեմն կստացվի մեր մոտ։ Իսկ այն ֆիլմը, որը որ պատրաստված էր, ցանկացողները կարող են դիտել, հասանելի է եւ ինչպես կարող են ձեռք բերել եւ ծանոթանալ։ Դե ֆիլմը պատրաստ է արդեն, մենք դիտել ենք կինո Մոսկվայում, ուղղակի մենք դեռ 3 ենք վերցրել, մենք կտարածենք անպայման եւ կանցկացնենք YouTube, երևի կտեսնեն ճիշտ է, պայմանավորվել ենք
դեռ սկզբնական շրջանում է, որ հեռուստատեսությամբ, ասենք, հեռարձակվի, դեռ պատրաստ չեմ էլ ինչ-որ մի բան ասելու, որ ասենք, բայց մենք անպայման YouTube-ում երևի կտեսնենք մեր ֆիլմը։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք կանանց բարի անսամբլի վետերաններից ավագ սերնդի պարող Յուրա Հովսեփյանի եւ երիտասարդ սերնդի պարուհի Աննա Սեկոյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հաղորդումը։ Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի Էլիզաբեթ Լեդերերին դիմանկարը աճուրդում վաճառվել է ռեկորդային 236.4 միլիոն դոլարով, դառնալով աճուրդում վաճառված երկրորդ ամենաթանկ աշխատանքը եւ աճուրդում վաճառված ամենաթանկ ժամանակակից նկարը։ 1914-ից 1916 թվականներին նկարված դիմանկարը պատկերում է Լեդերերին Կլիմտի հովանավորությունների երիտասարդ ժառանգորդուհուն եւ դստերը չինական թիկնոցով։ Նյու Յորքի աճուրդում նկարի համար իսկական պայքար ծավալվեց։ 6 գնորդներ 20 րոպե պայքարել են մինչև հաղթողի առաջարկը գրանցվել է։ Գնորդի ինքնությունը գաղտնի է պահվում, նկարը դժվարին ճակատագրի է արժանացել։ Այն բռնագրավել է նացիստների կողմից եւ գրեթե ոչնչացվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, բայց 1948 թվականին այն վերադարձվել է Էլիզաբեթ եղբոր Էրիխ Լեդերին։ Արվեստի պատմաբան Էմիլ Բրաունը, որը Լոդերի խորհրդականն էր, գրեթե 40 տարի դիմանկարը անվանել է նրա հավաքածուի զարդը։ Նա ճաշել է այս նկարի կողքին գտնվող փոքրիկ կլոր սեղանի շուրջ, ասել է նա։ Կլիմտի աճուրդի ռեկորդը գերազանցել է Հովհարով տիկինը կտավի համար, անցնելով այն գումարը, որը կազմում էր 108 միլիոն դոլար։ Իսկ դերասանուհի Միշել Յենոն ստացել է ճիլոպների թագուհի մականունը Wicked for Good Musical-ի նյույորքյան պրեմիերային անսովոր հանդերձանքով ներկայանալուց հետո։ Դերասանուհին շլացրել է նեոնային դեղին ծավալուն թյուլե զգեստով եւ համացանցը անմիջապես պայթել է քննարկումներով։ 63-ամյա Օսկարի մրցանակակիրը ընտրել է պարահանդեսային զգեստ Սարա Բարթոնի 2025 թվականի աշտանային հավաքածուից։ Ծավալուն թյուլե դիզայնն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզի նորաձևության շաբաթում։ Կարծիքները զգեստի համար եղել են տարբեր, ոմանք հիացել են քեմփ ոճի վերադարձով, իսկ մյուսները կատակել են, որ զգեստը նման է ճիլոպի կամ կեքսի։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ հիմա հերթը ամենակարևորի մեր առողջության եւ օգտակար խորհուրդների մասին է եւ այսօր խոսելու ենք գազարի մասին։ Գազարը պարունակում է A, B3, B4, B5, B9, C եւ վիտամիններ, ինչպես նաեւ հանքանյութեր՝ կալիում, նատրիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում եւ երկաթ։ Գազարը վիտամին A-ի եւ բետա-կարոտինի բարձր պարունակության շնորհիվ նպաստում է օրգանիզմի նյութափոխանակության կարգավորմանը, հատկապես մաշկի որակի լավացմանը։ Վիտամին A-ն օգտակար է նաև աչքերի առողջության համար։ Գազարը բարելավում է արյան շրջանառությունը, օգտակար է սակավարյունության դեպքում։ Արյան մեջ նվազեցնում է նաև խոլեստերինի մակարդակը, օգտակար է նիհարել ցանկացողների համար։ Գազարի հյութը ընդունված է խմել իմունային համակարգի ամրապնդման համար, ինչպես նաև խիստ օգտակար է A վիտամինոզի մրսածության դեպքում։ Գազարը հարուստ է բջջանյութով, որը խիստ կենսական եւ մարսողական համակարգի համար բարելավում է միկրոֆլորան։ Գազարի ամենօրյա օգտագործումը նպաստում է օրգանիզմից տոքսինների դուրսբերմանը, իմունային համակարգի ամրացմանը, օրգանիզմի երիտասարդացմանը։ Գազարը նաև նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, իսկ տղամարդկանց դեպքում նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Սակայն ցանկալի չէ գազար օգտագործել լյարդի հիվանդությունների դեպքում, եթե օրգանը առողջ չէ, չի կարող յուրացնել կարոտինը։ Հակացությունների թվում են նաև խոցային հիվանդությունները, բարակ աղու, բորբոքային հիվանդությունը եւ գաստրիտը։ Իսկ հիմա հարգելի հեռուստադիտողներ, առաջարկում եմ ծանոթանանք Մարմաշեն վանքի հետ, որը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից 2 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, տեղակայված է Ախուրյան գետի ձախափին։ Մարմաշեն վանական համալիրը դարեր շարունակ եղել է Շիրակի գավառի զարգացած հոգևոր եւ մշակութային կենտրոններից մեկը։ Այն կառուցվել է Վահրամ Պահլավունու օրոք 10-րդ դարի կառույց է։ Քանի որ Մարմաշենը եղել է պահլավունիների տոհմային հանգստարանը, վանական համալիրը մեծապես հովանավորվել է նրանց կողմից։ Իսկ հիմա առաջարկում եմ դիտենք վանական համալիրի մասին պատմող տեսանյութը։
Մարմաշենի վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Վանքը կազմված է երկու շինությունից՝ գլխավոր կաթողիկե եւ կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավոնի հայրենասեր իշխանը 988-ից 1029 թվականներին, երբ դեռ անին Բագրատունիների ոստանն էր։ Այս մասին է Վահրամ Պահլավոնին եկեղեցու պատի վրա թողել մի ընդարձակ արձանագրություն, որը պահպանվել է մինչ օրս։ Սելջուկյան արշավանքներից վանքը զգալի ավերվում է, սակայն 1225 թվականին Վահրամ Պահլավոնու թոռներ Գրիգոր arczepiskopos-ը եւ նրա եղբայր Ղարիբը վերանորոգում են կաթողիկե։ Կոթողի հիմքում ընկած է հայ ազգային ճարտարապետության տիպի կառույցների սլացիկ սյունախուրձեր, սույգ կիսասյուներ, որմնանկարներ, բազմանիստ թմբուկ, բուրգաձև ծածկ մանրաքանդակներ եւ այլն։ Մայր եկեղեցու պատերը եւ ներսից եւ դրսից պատված են սրբատաշ կարմրավուն տուֆով, իսկ հիմքային մասերը շարված են բազալտով։ Փոքր հուշարձանախումբը եղել է հայկական կրոնական եւ մշակութային նշանավոր կենտրոն։ Մարմաշեն անվան ծագման վերաբերյալ ճարտարապետ Թորոս Թորամանյանը գրում է. Վերջապես տակավին պարզված չէ, թե ինչ է նշանակում Մարմաշեն բառը եւ ում պետք է վերագրել՝ գյուղին, թե վանքին։ Ոմանք կարծում են, թե այդ բառը առաջացել է աբխազների թագուհի Մարիամի անունից, մյուսները ճարտարապետի, մեկ ուրիշը սրբի։ Այս ցանկը կարելի է համալրել նորանոր ենթադրություններով, սակայն դրան կարիք են զգում լուրջ հիմնավորման։ Մարմաշենը առաջին անգամ հայ պատմիչների կողմից հիշատակվում է 10-րդ դարում։ Արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Մարմաշենի մասին 10-ից 11-րդ դարերի հեղինակ Սամվել Անեցին։ Պատմիչը ոչ միայն նշում է կառուցողի անունը, այլև շինության թվականակը։ Վերին վանքը գտնվում է մեծ վանքից 200 մետր դեպի հյուսիս գտնվող բլրակի վրա եւ իր դիրքով ավելի բարձր է նախորդից։ Ի տարբերություն վերին վանքի, մեծ վանքը պաշտպանված է եղել շրջապարիսպով, որը ձգվել է միջև գետի եզերքը, իր մեջ ներառելով 4 եկեղեցի՝ Գավիթ ժամատուն, Զանգակատուն եւ Գերեզմանոց։ Մեծ վանքի տարածքում 19-րդ դարի 80-ական թվականներից մինչ օրս իրականացված հնագիտական աշխատանքների արդյունքում ուսումնասիրողները դեռևս չեն հայտնաբերել նախաքրիստոնեական կառույցների հետքեր, սակայն պահպանված հիշատակության համաձայն Ալեքսանդր Երիցյանը հայտնաբերել է հեթանոսական տաճարի մնացորդներ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա համար մենք նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, իսկ մենք արդեն կհանդիպենք երկուշաբթի նոր նորություններով եւ հետաքրքիր հյուրերով։